օկուպացված Արցախ, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, գերիներ, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Բաքվի հետ խաղաղության համաձայնագիրը քննարկվում է այս պայմաններում։ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը հայտարարել է, գերիների վերադարձը պետք է տեղի ունենա նախքան համաձայնագրի ստորագրումը։ Մեզ ասվել է, որ նրանց ազատությունը պետք է լինի նախապայման, որպեսզի նախագահ Թրամփը վերջնական աջակցություն հայտնի խաղաղության պայմանագրին։ Մեր ամենամեծ մտավախությունն այն է, եթե խաղաղության գործընթացը շարունակվի առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի կամ հայ քրիստոնյա գերիների հարցի լուծումը, ապա դժբախտաբար դա կարող է հանգեցնել այն բանտարկյալների զոհաբերմանը որպես այդ համաձայնության մի մաս։ Կոչ եմ անում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կատարել նախընտրական խոստումը եւ հայ քրիստոնյաների անունից միջամտել, քանի որ վերջերս բանակցված խաղաղության համաձայնագիրը սպառնում է ռազմագերիներին թողել անօգնական վիճակում։ Հայ գերիների ազատումը պետք է տեղի ունենա մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ադրբեջանը ստորագրության դիմաց ընդլայնում է պահանջների ցուցակը, իսկ պաշտոնական Երևանը շարունակում է մնալ միայն կատարողի դերում, ասում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպանը։ Հայաստանը բավարարվում է միայն գերիների մասին հայտարարություններ տարածելով։ Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունները ոչ միայն շահագրգռված չեն, այլև շատ մեծ վտանգ կա, որ իրենք եւ նպաստում են այդ անձանց չվերադարձնելու, մասնավորապես հենց ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին է դա վերաբերում։ Գերիների հարցը դուրս է մնացել բանակցային օրակարգից։ Արցախի նախկին արտգործնախարարի խոսքով հարցը պետք է սկզբանե լիներ բանակցության սեղանին։ Պաշտոնական Երևանը բաց է թողել հարմար պահը։ Այս հարցը պետք է քննարկվել հենց բանակցային խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների շուրջ։ Չեմ կարծում, որ այսօրվա պայմաններում հաշվի առնելով իշխանությունների որդեգրած քաղաքական կուրսը հնարավոր կլինի դադարեցնել այդ դատավարությունը։ Արցախի ազգային ժողովի պատգամավորի կարծիքով էլ հանրային ճնշման շնորհիվ կարող են գերիների վերադարձի հարցը նորից օրակարգ բերել։ Բոլոր հնարավոր միջոցներով ազդել հայերի Արցախից տեղահանված, բռնատեղահանված մարդկանց հոգեբանական իրավիճակի վրա եւ հենց դա է պատճառը, որ այն ընդհանուր կարգախոսը, որ ձևավորվել է այս վերջին ժամանակահատվածում հատկապես դա դարձել է կարծես բոլորի կողմից ընդունելի, որ խոսքը այդ 8, 15, 23 մարդկանց մասին չէ, ովքեր գտնում են Բաքվի բանտերում։ Այդ նույն մարդկանց դատավարությունը դա ամբողջ հայության հանդեպ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վերաբերմունքն է։ Նոր պահանջներ գերիների դիմաց։ Ադրբեջանը հատկապես ռազմաքաղաքական ղեկավարությանը պահում է որպես գործիք նոր զիջումներ ստանալու համար։ Պատահաբար չէ, որ կարելի է հանդիպել բազմաթիվ մարդկանց կարծիք, որ այդ դատարանի ընթացքում մեղադրվում է ոչ թե մի խումբ մարդիկ, այլ ողջ հայ ժողովուրդը, տարանջատել նրա հավաքական դիմադրությունը եւ հասնել Ադրբեջանի կողմից առաջ քաշվող բոլոր պայմանների ընդունմանը։ Ալավերդյանի խոսքով Ալիևը նույնիսկ չի էլ փորձելու մաքրել իր անունը։ Բաքուն խախտել է հազարավոր միջազգային նորմեր։ Իշխանությունը չի փորձելու շտկել նույնիսկ այս աչք ծակող սխալները։ Ադրբեջանի մասնավորապես նրա նախագահի վրա կազմի այն էլ չգիտես ինչ աստիճան, միայն կոշտ պատժամիջոցները, սանկցիաները, որոնք կվերաբերվեն հենց անձամբ իր համալիրին եւ իր ընտանիքի անդամներին։ Գերիների հարցը նորից բանակցային օրակարգ բերելու համար պետք է պետականամետ իշխանություն, համոզված են փորձագետները։ Դա միայն կարող է դառնալ Ադրբեջանին զսպող ձեռքը։ Գառնի Մութաֆյան, Նոնա Գևորգյան, Մհեր Դավթյան, ABC Media։